Ապրիլի 1-ից Հայաստանում թոշակները կբարձրանան մինչև 10,000 դրամով։ Ընդ որում կբարձրանան թե կենսաթոշակները, թե հաշմանդամության թոշակները, թե զինվորական թոշակները։ Սա հեղափոխությունից հետո թոշակների ոչ առաջին, այլ հերթական բարձրացումն է։ 2018 թվականի հեղափոխությունից հետո 2019 թվականին նվազագույն կենսաթոշակը 16,000 դրամից բարձրացավ եւ դարավ 25,500 դրամ։ Կենսաթոշակները եւս մեկ անգամ բարձրացան նաեւ 2020, ապա նաեւ 2023 թվականներին։ Նվազագույն կենսաթոշակը 2018-ի 16,000 դրամի փոխարեն 2023-ին արդեն 36,000 դրամ էր։ 2022 թվականից ներդրվեց հետվճարի համակարգը, անկախ կնումների 10, ապա 12%-ը վերադարձվում էր կենսաթոշակառուներին։ Այս տարվա հունվարի 1-ից արդեն հետվերադարձը տարավ 20%։ Արդյունքում հետվերադարձի հնարավորությունն օգտագործելով թոշակները բարձրացան մինչև 10,000 դրամով, կախված նրանից, թե որքան անկանխիկ կնումներ կկատարեն թոշակառուները։ Եվ ահա այսօր էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 1-ից նվազագույն թոշակը կբարձրանա եւս 10,000 դրամով։ Ստացվում է, որ նվազագույն կենսաթոշակը 2018 թվականի 16,000 դրամի փոխարեն այժմ կազմում է 46,000 դրամ, մինչև 9,200 դրամ հետվերադարձի հնարավորությամբ։ Այսինքն նվազագույն կենսաթոշակը կարող է կազմել շուրջ 55,200 դրամ նախկին 16,000 դրամի փոխարեն։ Այս ամենի արդյունքում քաղաքացիական պայմանագրի կառավարման տարիներին նվազագույն կենսաթոշակը հետվճարով բարձրացել է շուրջ 250%-ով։ Եվ այս ֆոնին Սամվել Կարապետյանի եղբորորդին Նարեկ Կարապետյանը հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանից վախենալով է թոշակները բարձրացնում 10,000 դրամով։ Կներեք, որտեղ էր տաշիր Սամոն 2019, 2020, 2022, 2023 թվականներին եւ 2026 թվականի հունվարին։ Հայաքվե կոչվող անհասկանալի միավորն էլ հայտարարում է, թե իրենք ստիպեցին Փաշինյանին բարձրացնել թոշակները։ Մի հատ էլ ասեք, որ առողջապահության ապահովագրությունն էլ դուք ստիպեցիք ներդնել ու մեր կենսաթոշակառուներին անվճար բուժօգնությամբ ու դեղերով ապահովել։ Առանձնակից հայտնոտի մեջ են նաև դաշնակցական պատգամավորները։ Խոճապի մի մատնվեք հարգելի դիմադիրներ, արտառոց ոչինչ տեղի չի ունեցել։ Ուղղակի Հայաստանում հերթական անգամ բարձրացել են մեր կենսաթոշակառուների թոշակները։ Ուղղակի Հայաստանի գործող իշխանությունը հոգ է տանում իր թոշակառուների եւ քաղաքացիների մասին։ Ու այս բարձրացումը նույնպես որևէ կերպ չի ազդելու 0-ին մոտ ձեր վարկանիշի վրա։ Հավանիշ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։